այն քրիստոնեական ընտանիքներում, որտեղ մենք տեսնում ենք սեր, միություն, ուրախություն եւ ավելի քիչ կոնֆլիկտներ, մենք տեսնում ենք այդտեղ 3 կարևոր բաղադրիչներ, առանց որոնց ոնց որ թե չի ստացվում, որ սեր, միություն եւ ուրախություն լինի այդ ընտանիքներում։ Հիշեք ժողովուրդ ջան, խոսքս գնում է միայն քրիստոնեական ընտանիքների մասին, բայց կարա վերաբերվի նաեւ բոլոր այլ տեսակի ընտանիքներին։ Ու այս զայնագրության մեջ ես ձեզ պատմելու եմ այդ 3 բաղադրիչների մասին, առանց որոնց ընտանիքում չի լինում սեր, միություն եւ ուրախություն։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, բայց մինչև այդ 3 բաղադրիչների մասին ձեզ պատմելը, որը որ միգուցե եթե դրանց վրա աշխատեք կօգնի ձեր ընտանիքում ձեռք բերել եւ վերագտնել սերը, միություն, հատկապես ձեր երիտասարդ ընտանիքներում, խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձրեք մի բանի, ես նկատում եմ, որ շատ մարդիկ պատարակների չեն մասնակցում, ես դա տեսնում եմ ձեր նամակներից, որ գրում եք, ժողովուրդ ջան, ես չգիտեմ ինչքան է այս ամեն ինչը օգտակար լինում, եթե դուք ամեն կիրակի նպատակ չեք դնում պատարակի մասնակցեք, Աստված կանչում է ձեզ իր ընթրիքից, իր սեղանից ուտելու, հավիտենական, կերակուր ուտելու, որը բուժում է ամեն ցավ ու վերք, ու մարդիկ ասում են, չէ, ես տունը կմնամ, տունը կաղոթեմ, այդ ոնց որ կոտրված ճյուղին ասես, արի քեզ պատվաստեմ ծառի բնի վրա, լավ բուն է, լավ կերակրում է, առողջ բուն է, երբեք չի չորանում, ու այդ ծառի ճյուղն ասի, չէ, դուք ինձ մի հատ տունը վազայի մեջ դրեք եւ ես այնտեղ լավ կլնեմ։ Վազայի մեջ դու ինչքան կդիմանաս, մի 7 օր, 8 օր, հետո կթորում ես կընկնես։ Այնպես որ ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեր նպատակը դարձրեք, եթե դուք ուզում եք քրիստոնեական կյանք ապրեք, ամեն կիրակի պատարակի մասնակցելը։ Իսկ հիմա եկեք խոսենք այդ 3 բաղադրիչների մասին, որ մենք տեսնում ենք այն քրիստոնեական ընտանիքներում, որտեղ կա սեր, միություն եւ ուրախություն։ Եվ խնդրում եմ ձեզ, եթե ձեր կարևոր թվա, դուք էլ կիսեք ձեր էջերին, մեր ազգի մեջ եւ ամբողջ աշխարհում շատ տառապանք կա, մարդիկ ընտանիքներում ընտանեկան կոնֆլիկտների պատճառով տառապում են, թող իրենք էլ իմանան եւ միգուցե աշխատեն այդ ամեն ինչի վրա եւ Տեր Հիսուսի անունը կանչելով, որ առաջի հարաբերությունն է ընտանիքի եւ անատի համար, միգուցե ուրախություն, սեր եւ միություն բերեն իրենց ընտանիքներում։ Սիրելի ժողովուրդ, առաջի բանը, որ պետք է ընտանիքում լինի եւ առանց դրա չի լինում ոչ մի ուրախություն, լինում է լիքը կոնֆլիկտներ, դա իհարկե սերն է։ Բայց այդ սեր բառը շատ մարդիկ սխալ են հասկանում։ Այսօր շատ քիչերն են, որ հասկանում են, թե ինչ բան է սերը։ Երբ որ ասում եմ սեր, ես ի նկատի ունեմ սիրո այդ ճիշտ իմաստը, որը որ դեմից համբերություն է, մեջտեղից համբերություն է, վերջից համբերություն է։ Դուք այդ մասին կարող եք կարդալ Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին նամակի 13-րդ գլխի 4-ից 8-րդ համարներում։ Հիմա ես նորից կասեմ, դուք ձեր մոտ գրեք, մի հատ բացեք ձեր Աստվածաշունչը կարդաք, ու կտեսնեք, որ այնտեղ ասում է սերը համբերող է ու ավարտվում է սերը համբերող է եւ երբեք չի վերջանում։ Ուրեմն Պողոս Առաքյալի առաջին նամակը Կորինթացիներին, առաջին նամակ, որտեղ 2 նամակներ ունի Կորինթացիներին, առաջին նամակը Կորինթացիներին գլուխ 13 համարներ 4-ից 8, այդ թող ամեն մարդ, որ ընտանիք ունի կամ ուզում է ընտանիք ունենա մի օր, անգիրանի այդ 4 պարբերությունները, 4-ից 8-րդ պարբերությունները։ Ուրեմն առաջի բանը, որ ընտանիքում անհրաժեշտ է, սիրո ճիշտ ընկալումն է, այդ իրական անձնազոհ, անձնուրաց սերը, որը նշանակում է համբերել։ Երկրորդ բանը դա ընտանիքի ճիշտ հիերարխիան է, որպեսզի եւ ամուսինը իմանա իր դերն ու նշանակությունը ընտանիքի մեջ, եւ կինը իմանա իր դերն ու նշանակությունը ընտանիքի մեջ, որ ամեն մեկը իմանան, թե որը որից հետո է կամ ով ումից հետո է։ Ճիշտ ընտանիքի հիերարխիան, ամուսինը գլուխն է ընտանիքի, ըստ Աստծո կամքի, կինը նրա օգնականն է, ճիշտ հիերարխիան լինի։ Երրորդ բանը, որ անհրաժեշտ է ընտանիքում, որպեսզի լինի սեր եւ ուրախություն, հիմա այս քիչ հետո իմիջիայլոց օրինակներով դա ցույց կտամ ձեզ եւ հույսով եմ, որ դուք էլ կհամոզվեք, որովհետեւ երբ որ ես սա կարդացին մի հոգեվորականի գրվածքում, ինձ շատ դուր եկավ, ինձ էլ համոզեց։ Եվ երրորդ բանը դա նա է, որ ընտանիքը պետք է ունենա, ամուսինները պետք է ունենան միասնական նպատակ, թե ինչու են իրենք ընտանիքով ապրում, որն է իրենց ընտանիքի ուղղությունը, որն է իրենց ընտանիքի նպատակը, ինչու են իրենք ամուսնացել իրար հետ, ինչ-որ միայն հաճույքներ բավարարելու եւ երեխաներ ունենալու համար, ինչպես են իրանք մեկ մարմին դառնալով, որն է իրանք այդ մեկ ուղղությունը, մեկ ճանապարհը։ Այս 3 բաներ, ուրեմն իսկական, իրական անձնազոհ սեր, այլ ոչ թե որ տելևիզիով ու կինոների մեջ ու Facebook-ում նկարներով են ցույց տալիս, երկրորդը դա ընտանիքի ճիշտ հիերարխիան է, թե ով է առաջինը, ով է երկրորդը, ով է ում օգնականը, ով է առաջնորդը, ամուսինը եւ կինը նրա օգնականը, եւ երրորդը դա ընտանիքի նպատակն է։ Հիմա նայեք, ասենք թե ընտանիքում այդ իրական սերը կա, հա, ասենք իսկականից համբերում են իրար, այդ իրական սերը կա, բայց ասենք ճիշտ հիերարխիա չկա։ Եվ կինը չի ուզում իր
բնական դիրքում լինել, այլ ինքը ուզում է անբնական կնոջը ոչ բնորոշ դեր կատարել ընտանիքի մեջ ու իրան ֆունկցիաներ ա վերցնում առաջնորդիչ։ Եվ այնտեղ բարձր որ կռիվներ կառաջանան, չէ՞։ Աստուծո հրամանով Աստված տղամարդն է ընտանիքի գլուխն է եւ տղամարդն է ընտանիքի առաջնորդը։ Եվ տղամարդը պետք է իմանա այս մասին եւ առաջնորդի իր ընտանիքը։ Ես հասկանում եմ, որ սա շատերին կարող է դուր չգա, բայց այդպես է ժողովուրդ ջան։ Ինձ էլ շատ բան կա, որ այս աշխարհում դուր չի գալիս եւ շատերին այդ բան կա, բայց Աստուծո օրենքը այդպես է։ Տղամարդը ընտանիքի գլուխն է, կինը նրա օգնականն է։ Բայց երբ որ ընտանիքի մեջ թեկուզ սեր լինի, մի նպատակ ունենա, բայց ամեն ինչի մեջ այդ կինը ուզենա այդ առաջնորդող հիերարխիան խախտի եւ ֆունկցիաներ վերցնի, որ իրեն բնորոշ չեն, այդ ընտանիքում բարձր որ կլինեն կոնֆլիկտներ։ Կամ ասենք օրինակ երկրորդ տարբերակը, հիերարխիան կա, ամուսինն իր տեղում է, կինն իր տեղում է, ամեն ինչ ճիշտ գնում է, մնացածը կան, բայց իրական անznազող սեր չկա։ Այդ ժամանակ գիտեք ինչ ա լինում, նրանք պարզապես այդ սեռական ցանկությունը բավարարելու համար բավարարում են իրար ցանկությունները, իրար հաճույք են պատճառում, բայց չկա այդ անznազող համբերատարությունը, անznազող սերը։ Եվ գիտեք ինչ ա լինում, իրենք արդեն այստեղ եսասիրությունն ու էգոիզմն է առաջ գնում եւ չկա իրական սեր։ Իսկ երրորդն էլ օրինակի համար ասենք թե սերը կա, այդ անznազող եւ հիերարխիան կա, այդ երկուսը որ լինեն սովորաբար երրորդն էլ արինը, բայց ասենք ընտանիքը չունի ընդհանուր նպատակ։ Իրենք չգիտեն ինչու են իրար հետ ամուսնացել, իրենք չգիտեն ինչն է իրար հետ ապրելու նպատակը, որտեղ են առաջնորդում իրենց ընտանիքը։ Ասենք ամուսինը կարող է ընտանիքի նկատմամբ մի պատկերացում ունի, կինը մի այլ պատկերացում ունի, կամ էլ ասենք թե ամուսինները առօտվայցիկ իրիկուն մտածում են իրենց առօրյա խնդիրներն ու հոգսերը լուծելու կամ խոսում են շատ դրա մասին, բայց չեն խոսում, դա մենք ուր ենք տանում մեր ընտանիքը, մեր երեխեքը պատարակների չեն մասնակցում, մեր երեխեքը չեն աղոթում, բայց դպրոց գնում են, լավ են սովորում, հեսա ամուսնանում են, հեսա թոռները ծնվում են, բան, բայց Աստծոց կտրված են, էսա է ճանապարհը, դուք սա եք ուզում, հա, դուք ուզում եք պրոցես ձեր երեխեքը մի 70-85 տարի լավ կյանք ունենան, հետո գնան դժոխք, հա, որովհետև չեն սիրում Աստծուն, դուք էլ չեք սովորացնում, կարող է դուք էլ եք գնում, կարող է դուք էլ չգնում, կարող է ես էլ եմ գնում, չգիտեմ, բայց ուր է գնում ընտանիքը։ Ժողովուրդ ջան, մենք պետք է մեր ընտանիքներում խոսենք այս բանի մասին, որովհետև երբ որ Աստվածաշունչն ասում է եւ կինը եւ մարդը եւ կինը դառնում են մեկ մարմին, դա ոչ միայն նշանակում է բառացիորեն մեկ մարմին, այլ իրանք դառնում են նաեւ մեկ ուղղություն, մեկ նպատակ ընտանիքի համար, թե ուր ենք մենք առաջնորդում այս մեր ընտանիքը, երբ որ մենք ամուսնանում ենք իրար հետ։ Սիրելի ժողովուրդ, այդ բաները պահեք, ես հասկանում եմ, որ հիմա այս ձայնագրություն լսելով շատերի մեջ հարցեր կառաջանան, բա եթե ես սրան կանեմ ինքը չի անում, բա ոնց պետք է լինի, բա այն մյուսն է կասի, բա եթե կնիկը չի անում, բա ոնց պետք է լինի, ստեղ արդեն ձեզ երկար մտածել է պետք, շատ աղոթել է պետք, շատ տառապել է պետք նաև պետք է մի լավ խոստովանահայր, որ խոսեք իր հետ այս ամեն ինչի մասին, ինքն էլ ձեր հետ խոսի եւ կարող է ցույց տա, որ գիտես դու էլ քո բնավորության մեջ բզիկներ ունես, դու էլ որոշակի բաներ ունես, որ պետք է հրաժարվես դրանցից։ Եվ եթե դու հրաժարվես, կարող է իր մոտել այդ զայրույթը թուլանա եւ ամեն ինչ գա այդ ընկնի ճիշտ տեղը։ Ուրեմն հիշեք սիրելի բարեկամներ, այն քրիստոնեական ընտանիքները, որտեղ ամենաառաջինը Աստվածն է եւ Աստծո հետ հարաբերությունն է, եթե կա իրական սեր, եթե կա իսկական հիերարխիա, տղամարդն իր տեղը, կինն իր տեղը եւ կա իրական նպատակ այդ ընտանիքը, թե ուր է գնում Քրիստոսով, այդ ընտանիքներում մենք տեսնում ենք սեր, ուրախություն, միաբանություն եւ ավելի քիչ կոնֆլիկտներ։ Դա եթե զայնագրությունները ձեզ դուր եկավ այն իմաստով, որ պատխաբեր եղավ, մտածում եք օգտակար կլինի երիտասարդ ընտանիքներին կամ ուրիշ ընտանիքներին, խնդրում եմ կիսեք ձեր էջերին, թող ավելի շատ մարդիկ լսեն, մտածեն այս բաների մասին, միգուցե գնան իրենց ընտանիքներում, սկսեն խոսել ամուսիններով իրար հետ այս բաների մասին, եւ Աստծո շնորհ, սեր, միաբանություն եւ օրհնություն լինի։ Եվ մեր Տեր Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Բարի օր բոլորիդ։